Թուրքիայում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կիլոգրամ քաշային Վլադիմիր Մնացականյանը մրցելով ձախ ձեռքով ոսկե մեդալակիր է դարձել եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվել։ Եզրափակիչ մրցամարտում Վլադիմիր Մնացականյանը հաղթել է ռուս Ախոյանին։ Բրոնզե մեդալն էլ բաժին է հասել թուրք բազկամարտիկին։ Վլադիմիր Մնացականյանը հաղթող է դարձել նաեւ 2005 եւ 2010 թվականի Եվրոպայի առաջնություններում։ 2007-ին էլ արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսին։ Թուրքիայից հաղթանակով հայրենիք վերադարձած Եվրոպայի նորընծա չեմպիոնին հունիսի 21-ին ընդունել է Գագիկ Ծառուկյանը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի համար բազկամարտը հոգեհարազատ մարզաձև է։ Դեռևս 90-ականներին Գագիկ Ծառուկյանը միջազգային մրցասպարեզներում իր բազկի ուժով մշտապես բարձր է պահել Հայաստանի մարզական պատիվը։ Երբեմնի բազկամարտիկը 1996-ին աշխարհի, իսկ 1998-ին Եվրոպայի չեմպիոն է հռչակվել։ Այս սպորտաձևը ինձ հոգեհարազատ սպորտաձևն է։ Իմի կնախապատրաստենք Հայաստանի առաջնությանը, որը ամեն տարի սեպտեմբերին դա արդեն պետք է պարտադիր որպես ավանդույթ կատարվի, իսկ աշխարհ Եվրոպայել երբ որ գնում են, ինչ խնդիրներ կա եւ ֆինանսավորելու համար, եւ ուղարկելու, եւ պարգևատրելու համար, ինձ տեղը կպահի։ Որ բոլորն էլ զգան, կա ուշադրություն, կա վերաբերմունք, տարբերություն չկա։ Ասենք թե ով կարողացել է մասնակցի հայազգի պատիվը բարձր պահել, ուրեմն արժանի է խրախուսման եւ պարգևատրման։ Գագիկ Ծառուկյանը բարձր գնահատելով Վլադիմիր Մնացականյանի նվաճումները անվանի բազկամարտիկին 1 միլիոն դրամով պարգևատրեց։ Վլադիմիր ջան, շնորհավորում եմ։ 1 միլիոն պարգևատրում ենք եւ ամեն ամիս արդեն ինքը կգնա օլիմպիական կոմիտե որպես թոշակ 100,000 ինքը թոշակ կստանա ամեն ամիս։ Մինչև մյուս Եվրոպայի առաջնությունը։ Բազկամարտը մեր երկրում պետք է շարունակի զարգանալ եւ մասսայականացվել։ Սա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի դիրքորոշումն է։ Արդեն առաջիկա սեպտեմբերին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևանում բազկամարտի ներկայացուցչական մրցաշար է տեղի ունենալու, որտեղ մրցանակային տեղեր գրաված մարզիկները դրամական խոշոր պարգևների են արժանանալու։ Այս ստուգատեսում առավել աչքի ընկած բազկամարտիկները դեկտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանն են մասնակցելու։ Կարո Պողոսյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։